Ողջույն եւ բարի գալուստ մեր նոր վլոգ։ Մենք ընտանիքով, երեխաների հետ եւ ընկերուհուս հետ գնում ենք կինո։ Կինո եկու անգամ։ Երկրորդ անգամ է Լևոնը գնալու։ Սուրենն էլ է երկրորդ անգամ գնում, չէ՞։ Մի անգամ։ Երկրորդ անգամ ենք գնում։ Վազոտրոպոլիսը ինչու ում հետ ենք նայել։ Ոստնեյո։ Ու մեր ընկերուհին է մեզ միանում իր երեխայի հետ, երեխաներիս ընկերն է։ Տենց մի խոսքով գնում ենք նայելու Սուպեր Մարիո Գալակտիկա։ Մի խոսքով, գնանք մենք Սուպեր Մարիո 2-ը։ Չեղավ։ Մամա, անրաս ինձի բրիլը։ Չունես բրիլե։ Եվ ունեմ մենակ անի իրանց 3D, 3D։ Եվ Եղավ, կառնեմ։ Մենք ֆիլմը նայեցինք, դա մեկ շաբաթ առաջ էր, եթե անկեղծ ասեմ, ինձ դուր չեկավ, որտեվ իր մեջ էքշնը չափից դուրս շատ էր, չնայած առաջինի մեջ էր շատ, բայց ոչ այդքան։ Ու միանգամից 3-4 պատմություններ էին խառնված իրար հետ։ Մեկը հասկանալու համար պետք է մյուսը լավ հասկանայր։ Ինձ թվում է դա 7-ից բարձր երեխաների համար է, հնարավոր է 10, բայց 10 տարեկան երեխունքը հետաքրքրի, Մարիոն թե չգիտեմ։ Ամեն դեպքում իմ 5 տարեկան երեխան քնել էր։ Հենց դաշտում ասում, հենց դահլիճում քնել էր, գնանել, թե ոչ չգիտեմ, խորհուրդ կտամ 7-ից բարձր երեխաներին տանել, տղաներին, աղջիկների համար լրիվ անհետաքրքիր կլիներ, ես ձանձրանում էի, չգիտեմ։ Հիմա մենք դուրս ենք եկել քայլելու, որովհետև իմ տղաները մեկ շաբաթ հիվանդ էին, երկուսն էլ, նոր վիրուսներ էին այստեղ տարածվել, երկուսն հիվանդացել էին, վերջապես լավ են, թութու։ Եկել ենք մի քիչ խաղանք, դպրոցի մոտ մանկապարտեզի մոտ, սա Սուրենի մանկապարտեզն է, ու այնտեղ դաշտ կա։ Գնալու ենք այդ դաշտում խաղանք։ Հիմա Լևոնի դասընկերը այստեղից կիջնի, կվերցնենք այդ երախուն ու կգնանք բոլորով խաղալու։ Դեբրիդեն։ Հունգը իր գնդակն է բերել։ Վերցա Սուրիկ։ Չես ուզում։ Գուցի պույդեմ այդամ։ Bonjour. La beauté. Էսի ո՞րն է տանում է։ Մամա, նա եկու հատը Հա, կանտը։ գնաց ո՞ր ես տանում։ Ուզեմ մի հատ է։ Օր այս ինչ շատ ես հավաքել։ Մենք գնում ենք Լևոնի դասընկերոջ ծննդյան փարթին, չէ՞։ Ինչ է քո կամոյաննը։ Հունգը քան տարեկան դարձավ։ Հայր ենք ասես թիվը։ 7։ Ամաչում ես։ Լևոնն ամաչում է իմ տղեն, լավ չենք ստիպի, որ դու կամերայի դեմ խոսաս։ Մենք գնում ենք հունգի ծնունդ, այդ երեխան ում հետ մենք գնացել էինք խաղալու դուրսը։ Հիմա գնում ենք իրան նվեր առնենք, որովհետև մենք մոռացել էինք, որ ծնունդ ենք հրավիրված։ Պատահում է, եթե երկու երեխեքս մի շաբաթ հիվանդ էին ու եղած մենակ իրանց լավանալու կողմներ, ինչ նվերի մասն է խոսքը։ Այսօր առավոտը զանգեցի մաման ասում է գալու եք, չէ, ասի հա իհարկե, ու հիշում եմ, որ բապչե մոռացել եմ։ Ամեն դեպքում Սուրենին էլ են հրավիրել, Սուրենն էլ է գնում ու ես։ Tady sedněte se. Alebo ta. Jo, Suri tamhle. Umíme zpívat? Jo. Happy birthday to you. Ano. Můžeš. Takový. Pomalu. Ještě. Ինչ է նշանակում Ռոսմանի 2+2 ակցիան։ Դա նշանակում է, որ Անահիտը հենց դրամասն իմանա, միանգամից վազում է։
Սա չի մտնում դրա մեջ։ Մազերի խնամքը, շամպույն, մազերի բալզամ, սուխոյ շամպույններ, դրանք երկու գումարած 2-ն։ Երկու բան գնում ես, 2-ը անվճարարել են։ Հիմա ցույց տամ այդ ակցիա շրջանակներում ինչեր եմ առել։ Ուրեմն, Elseve, ես շատ եմ սիրում, միայն սիլիկոն աղավրո շատ է, բայց իմ ներկած մազերին միայն Elseve-ն է փրկում։ Ես ոչ թե մազամատի համար եմ պայքարում հիմա, այլ զուտ մազերիս գույնի համար։ Այդ իսկ պատճառով շամպույնն եմ վերցրել Elseve-ի, բալզամը, մասկան ու սուխո շամպույն Batiste-ից։ Այս երկուսը գնելու դեպքում, չէ, կներեք, այս երկուսը գնելիս, այս երկուսը դարձան անվճար։ Հասկանում եք ինչ շահավետ, իդեալական է։ Մազերի ներկ որոշեցի սանն վերցնեմ այս անգամ այս մեկը։ Տեսնեք, եթե լավ կլինի չլինի, սևը միշտ կայու կա։ Այս ֆան մի տարի օգտագործել եմ շատ լավներ, հետո այս հոտել չէի գտնում, հետո անդադ որ գնում եմ անգալու ուրիշ հոտել էին, թե մոռացա սրա մասին, բայց 2 հատ ունեցել եմ ու հիշում եմ, որ լավներ, փորձենք։ Խաներին ճանապարհել եմ դպրոց, պետքա տան գործերը անեմ, պետքա տունը մաքրեմ, որոշեցի, որ կարելի է մազերս ներկել, այդ մինչև ներկիրա գործ անես, ընթացքում տները կմաքրեմ, էլի ժամանակ կխնեմ 40 րոպե, ու իմ մեծ ցավերից մեկը այս վերջին շրջանի իմ սպիտակ մազերն է, որ ամեն երկրորդ մազը սպիտակ աճում ու այդ շատ գեշ է երևում։ Ես չեմ նեղում սպիտակ մազից, ես գիտեմ, որ մենք բոլորս էլ սպիտակելու ենք վաղ թե ուշ, հատկապես մեր այս լարված կյանքում, որովհետև եկեք համաձայնենք, հիմա ստրեսն ավելի շատ է, քան ժամանակին։ Ու հնարավոր է, որ այդ ստրեսից էլ է իմ մազերը սենց սպիտակում շատ հնարավոր է։ Ներկը բացեմ, ոյ, մի հատ շորս փոխեմ։ Այս շորը ստացել եմ Սուրբ Ծնունդի նվեր, այնքան շատ եմ սիրում, ես հատուկ եմ ուզել, ասել եմ, որ ինձ սա առնի նվեր, ես եմ այս տարի ասել ինձ ինչ առնի նվեր, տալս տենց մի խոսքով առել այս, որտև ես Friends սերիալի, որ Մոլի երկրպագուն եմ։ Ինչ գույն ունի ներկը։ Լավ, սենց բան կլինի ամեն անգամ մազ ներկելուց, 3 շաբաթը 1, ես մոռանամ, որ պետքա ստեղ կրեմ քսեմ, վերցնում եմ ինցիլյար ջուր, որի մեջ կա մի փոքր յուղային մազ, այսինքն երկվազան էլի, ու մաքրում եմ, և հույս եմ ունենում, որ տեղը չի մնա, այո, լավ է, և հոպլա ես վերադարձա մազերս ներկեցի, հիմա չորացնեմ, քանի որ ես այսօր ունեմ ընդամենը 2 ժամ ազատ ժամանակ, ես չեմ ուզում մազերիս վրա ժամանակ ծախսեմ, իմ մազերը մինչև, ոնց հետ գնավորել, մինչև այստեղ ասեին, ես իրանց կարճացրել եմ այսքան, որ ամռանը շոքին ես, քանի որ գիրացել եմ, ինձ համար դժվար է մազ ֆենել, շոքին ես թուլանում եմ, դրա համար կարճացրել եմ, լավ կարճացրել եմ, ժողովուրդ, որպեսզի պարզապես խնայեմ ժամանակս և նյարդերս, հիմա ես ուղղակի մազերս կչորացնեմ, այնքան որ թաց գլխով չմնամ, ու գնում կոֆե խմեմ պարկեմ, որովհետև ես ընդամենը ունեմ 2 ժամ, գնում երեխեքին բերեմ, ու այսօր դուրսը նենց կեղտոտ եղանակ անձրև ու մռայլ, որ երեխեքի դուրս գնալն էլ հնարավոր չի, ստիպված մենք ժամը 3:30-ից մինչև 8:30 երեխեքի տունն ենք լինելու, իսկ մենք տանը, որ անկեղծ ասեմ, արդեն ձանձրանում ենք ու տենց, ես քանի որ չեմ ուզում երեխեքս երկար խաղան հեռախոսով, չենց հեռախոսից չեմ տալիս, մենակ օրվա մեջ կես ժամ ամեն մեր երեխան է խաղում, հիմնականում հեռուստացույց են նայում ու այդ էլ եմ ուզում իրանց մոտից վերանալ։ Ոչ թե վերանալ, քչանը, ես չեմ կարող արգել եմ, որ իրանք չհետևեն նոր տենդենսներին, բայց մի փոքր քիչ։ Մի խոսքով ինչ եմ ուզում ասեմ, ուզում հանգստանալ, որովհետև երեխեքս գալու են, այդքան ողջ ուշադրությունս իրանց վրա լինի։ Մազերս չորացրեցի, խնդրեմ ես գույնն եղավ, մեջս խաղերով է, շատ չեմ ուզում իլրովկի նման լինի, ուղղակի ուզում եմ, որ արդուկով լոքոններ եմ անում, սիրուն այդ խաղերը մուկ մազի վրա խաղը չի երևում լոքոնի, իսկ եթե մեջը բարակ բաց գույն
մազեր կան, շատ սիրուն էֆեկտ է տալիս։ Ժողովուրդ, ուրեմն քսել եմ այս մասկան մազերից, ասի դեմքից։ Այս մասկին եմ քսել, ես հույս ունեմ, որ մազերս ուշ կյուղատեն, քանի որ եսի մազերը իրանք շատ չոր են գունաբացելուց հետո բավականին վառվել են։ Անընդհատ բալզամներ եմ օգտագործում, մասկաններ եմ օգտագործում բալզամներից հետո, երբ որ մասկան վրան է բալզամներ եմ քսել անպայման չոր է։ Վերջում քսում եմ սուխոյ բալզամ չորացնելուց հետո փափկացնելու համար այս ծայրերը։ Բայց հիմա ես չեմ անի դա, ավելորդ ոչինչ չեմ քսում մազերից ու կսպասեմ տեսնեմ այս մասկայից հետո։ Քանի օր հետո եմ մազերը յուղատում, երրորդ օրը յուղա։ Մազերը չեն յուղոտում ծայրերից, մազերը յուղոտում են արմատից, ես գիտեմ, որ խնդիրը հենց մազի շամպունի մեջ է, բայց մեծ դեր է խաղում նաև, թե դուք ինչ եք քսում ձեր մազերին լվանալուց, չորացնելուց հետո, դա էլ է նպաստում, որ մազերը շուտ յուղոտի, այս ծայրերը կեղտ է կպնում, յուղ է կպնում, ամեն ինչ, օդը կեղտոտ է, մի խոսքով խոնավությունը, մազերի ծայրերն են կեղտոտվում։ Հիմա տեսնենք, հենց փափուկ է, հենց հավես փափուկ է, հա ուզում խաղամ։ Տեսնենք քանի օր էլի սենց կմնա։ Հիմա քսում եմ դեմքիս սովորական ցերեկային գրեմ, քանի որ ես երեկոյան չեմ քսել ռետինոլ, ես հիմա չեմ քսի արվապաշտպան, որ դուրս մռայլ է, ես դուրս չեմ գալու, մենակ քսում եմ սովորական խոնավեցնող Gem Beauty of Joseonից։ Երեխաների հետևից գնալու եմ մեքենայով, որտեղ անձրև է, ու արվապաշտպանի կարիք ես այսօր չունեմ։ Գնում եմ սուրճս դնեմ, այս դույլը տանեմ բալկոն, այս լվացքը գցեմ մեքենան, կարող հանգստեմ էլ, կարող հանգստանեմ, քանի որ ուզում եմ հանգստանամ, բայց հասկացա, որ լիքը գործ կա անելու։ Առիթից օգտվեցի, որ ունեի կեժում ժամանակ ու որոշեցի, որ կարելի է շպարել, հիմա ձեզ ցույց տամ ոնց է փայլում իմ հայլայթերը։ Ուլալա։ Ես շատ վաղուց չեմ օգտագործել, եկեք sense պահեմ։ Շատ վաղուց հայլայթեր չեմ օգտագործել, դες դուրս չէր գալիս, բայց այս վերջից ինձ հետա գալ էլի մոտ իմ 2020-21 թվականներ, երբ որ շատ էի սիրում։ Ու հետա եկել իմ մոտ 2013-14 թվականը, հիշում եք, այս կոշիկները ինչքան նորաձև էին։ Ես հիշում եմ Uno-ից էի գնել 7000 դրամով, 8000 դրամով ու 2 տարի հակա։ Հա, 13 թվականին եմ գնել Գարնանը ու մինչև 14 թվականի աշնանը հագել եմ, որակ ընդհանրապես չէր փչացել ինչքան որ Uno էր, բայց արդեն ակտուալ չէր, որովհետև արդեն ամոթ էր այդպես կոշիկ հագնելը։ Ոյ։ Եկել եմ իրանց մանկապարտեզից վերցնեմ, ինձ ասում է գնա ինձ դուրս սպասի, մենակով կհագնվեմ կգամ։ Ինչ մեծ տղա է, Քայլի թող տեսնեմ քեզ, Քայլի։ Այնտեղ է Լևոնը։ Ուրա պապա։ Տունը։ Դուրը հանգիստ թողի չի։ Լևոնը մենակով է դպրոցից դուրս եկել, դպրոցը այնտեղ է։ Մենակով եկել աստեղ։ Չէ, քամի է, պետք է հեսա Լևոնն էլ հագնի։ Հələ Լևոնն ինձ սիրուն բան է բերել։ Իր աշխատանքն է բերել։ Ինձ սիրուն է։ Հեսա ինքն էլ է, քամի է, աստեղ քեզ թվում է, այստեղ ուղին կարևը ստեղ անգնում, քեզ թվում է շոքա, չէ։ Բայց հեսա հենց գնանք ճանապարհի մոտ, ունենց քամի է։ Ես փոշմանեցի, որ էսի եմ հագել, պիտի կուրտկա հագնեի ջինսի։ Հա, չէ։ Շատ տխուր զզվել եղանակ էր առավոտը, նույն ցունգ է։ Ու троху пришитавնումատիվատ չէ։ Հայրեն ասա։ Կամաց էր անձր գալիս։ Я троху пришитав։ Ունես բրիլը գալիս անձր։ Троху էկոկամ արդիլև է։ Ամենքիլավ է։ Հա, բայց մենը ստանողը։ Որ հոնիա пришитавնումատիվատա։ Չէ, հա պրշիտը լավ է։ Դա ծառերի համար է լավ։ Հենա, հեսա, ամենատակն է, ոյ, ես իմը ոնց ենք հանելու, ես ոնց եմ մտցել էստեղ, ոյ քորա, Ինչքան վել,
Երեխեքի հետ եկել ենք ստեղ ֆուտբոլ խաղալու ու հոգնեց Լևոնը շատ ինձ վասցրեց։ Ֆոտ վազացնում ես։ Ես չախ եկա մեծ կին եմ։ Հիմա ստի խնդրում եմ գոնե մի քիչ հեծանիվով իրար հետ մրցել կպեք։ Ես մի քիչ հանգստանամ, մեղք եմ։ Շունչայի խծեղա։ Արտակարգ եղանական մենք գնում ենք մինիգոլֆ խաղալ երեխեքի հետ, երեխեքը պաշտում են մինիգոլֆը, ընկերուհուս ու իր տղայի հետ կգնանք կխաղանք, մի քիչ պայմանավորվել ենք չորեքշաբթի օրը ու պոկվում ենք, այս ինչի եմ ես ինձ պտտվում, արագի մեջ շպար եմ անում, որովհետև ժամանակ չունեմ, Սուրենը քնած է, պետք է Սուրենին արթնացնեմ, Լևոնը հագածը, Սուրենին մեն մարտնացնելն ու հագցնելը, որ քնաթաթախա լինում, լավ չի հագնվում, տրամադրություն չի ունենում, եղուններս էլ պետք է հանեմ, տեսնում եք, այս ձեռքինս հանել եմ, մնում է մենակ այս ձեռքինը, հանեմ, որ ուրիշ բան պետք է հանեմ, նոր տեխնիկա եմ սովորել լիցքի, ես իմ վրա եմ սովորում, խոսքով, հələ որ սենց է։ Ինչ չկարողացավ թաքցնել տոնայինը, ծածկելու եմ կանցելյարի օգնությամբ, ինչպես հասկանում եք, ծածկելու բաները շատ է։ Վարդագույն դիմափոշի, թեթև բրոնզեր, նույն բրոնզերով, հոնքերս, շորթերի մատիտ, վերջ։ Գնում ենք, հեծանիվներով ենք գնալու, դու կարայր է տենց չմտնեիր, կարայր ճանապարով գնայիր, որտև այդ հեծանիվ կշողների համար ես ճանապարը, մինի գոլֆի տեղը անտառում է, Բելսկի լեսա կոչում, ձախ գնա, Սուրեն, ձախ գնա, ընդեղ, Սուրեն, մոռացել են ճանապարը, 5 ամիս չենք գնացել, Բելսկի լես, մոռացել են։ Ես հեծանիվ կշալ չգիտեմ դրան, հետևներ շունչակոտուր պետք է վազեմ, որ հասցնեմ, բայց լավ իրենք մի քիչ տեսնում են հեռու եմ, կանգնում են, սպասում են։ Կյանքս ես էլ պետք է սովորեմ, բայց ես չեմ կարում։ Կոլո չեկար։ Կար կոլո, մենք փող չունենք, որ ինձ հեծանիվ առնեին։ Դրա համար ոման չի սովորել։ Բայց պապային պետք է ասենք, որ այս հեծանիվի վրա երկու հատ կողքի ծակեր դնի, որ լինի 4 սականի, որ մաման կարանա քշի։ Լևոն ընկնում ես, ուղիղ պահի քեզ։ Ուի, կոպայի։ Գրամ տրամպոլինայի մեջ։ Հա, կարանք իմ տղա։ Տրամպոլին։ Դուք եկեք թանք տրամպոլին, քանի հանայի տղան չի եկե։ Տրամպոլինի վեր կոք են թողում։ Գնացինք։ Jsme ho pověřil? Jo. A pamatuješ, jsem vzala 2. Nebo 3. Անձրևը տվեց մեր վրեն, եկանք սենց հակտեղ։ Եկել ենք ատամնաբուժարան Լևոնի համար, պետք է ռենգեն անեն ատամնաշարը, ռենգեն անեն, ստուգեն, տեսնեն երեխու մոտ ինչ խնդիրներ կա ատամների, որովհետև մի քանի հատ փչացած ու սև ատամ ունի, հիմա տեսնենք ինչ ենք անելու, բայց ասել են, որ հանկարծ երեխու ատամները չպլոմբեն, վրան դնեն արծաթյա շապիկ, որ այդ շապիկը թույլ չի տալիս, որ ատամը հետո նորից փչանա, կմեծանա, երբ որ ժամանակը կա 12-13 տարեկանում կփորձենք մի բան անենք այդ ատամների հետ։ Դուրտեն։ Նոպիցի օտարի։ Ատա։ Դե կարծեմ։ Հիմա ստեղ եմ։ Ինչ է ասում, ինչ պուլին է։
Փոխված առաջ կա պիտի հետամ, դտեսը մեզ ակոսնեշ před nimi. Վերջացրեցինք, կաթացրեցին մի քանի կաթիլ արծաթի կաթիլներ ատամի վրա, որտեղ որ կար կարիես։ Հիմա գնում ենք տուն ու մյուս 2 ամսից ենք գալու, որ քաշեն իր ատամը, մաքրեն վերևի 2 ատամները, եթե դիմանա։ Եթե չդիմանա, արծաթի կաթիլները նորից կաթացնելու։ Գնում ենք տուն, որ հասցնենք։ Շրթունքը շագանակագույն է եղել, որ արծաթը կաթացրելուց նեղվում է։ Բարև ձեզ։ Սուրենը մանկապարտեզ ստանելու է իր ուսուցչուհիների համար ինչ։ Ինչ է ստանելու։ Եղրա։ Մոմ։ Մոմ։ Ու հիմա մենք իրար հետ ենք մոմերը սարքելու։ Հիմա սա հալվել է, տենում ես։ Այս ունում ենք մի կողմ, այս կարմիրն է լինելու։ Լցնելու ենք սրա մեջ։ Ու մի քիչ թաց է լինելու, այսինքն տաք է լինելու ոսկը։ Մենք իրա վրա ավելացնելու ենք այս ոսկը, բայց միքսերով խփում ենք, որ նման լինի սերուցքի։ Հիմա Սուրենը սա միքսերով կխփի։ Պատրաստ ես իմ տղա։ Ինձ թվում է լավ չի հալել, բայց ոչինչ, սպասի։ Կրծվեցի շորից վրա։ Մամա։ Մենք լցնում ենք այս տարայի մեջ կարմիր մոմը։ Սենց կանենք, որ դուք տեսնեք։ Սուր ջան, լցնում ենք մոմը։ Հա բա, բայց սաղ չէ, դանդաղ պետք է լցնես։ Այսքանը հերիքը։ Հիմա կրեմը տեղափոխելու ենք խոհարարական պարկի մեջ։ Խոհարարական են ասում, հրոշակագործի պարկ են ասում, հրաշագործի պարկ են ասում, ինչ են ասում, ամեն դեպքում տեղափոխում ենք սրա մեջ։ Ու անուշոտ է գալիս։ Անուշոտ է գալիս։ Հիմա սուր։ Գնացինք։ Հիմա մի հատ պեչենին են կոմտար, մի հատ պեչենին են կոմտար չթռնի մեջը։
Սիրուն է լինում։ Թելը բերում ենք մեջտեղ։ Հանում ենք թելը։ Ահա, հիմա մոմը պահում է թելին։ Այսպես։ Վաու։ Մամա։ Ոչի։ Տակ էր, հալվեց մեջը մտավ, բայց Ոնց ոչի։ դերսենდა։ Ոնց վախեցա։ Ոնց վախեցա։ Ծծաղում ես իմ վրա։ Ոչինչ, մենք հեսա այստեղ կուղենք։ Հիմա այդտեղ կդնենք շոկոլադ ու ելակ։ Բրամբոր։ Ինչ բրամբոր, ելակ կդնենք։ Բրամբոր։ Ոնց փչացավ սիրուն ու զորը։ Ուրեմն ելակ ենք դնելու այստեղ, այստեղ կդնենք, որ չերևա, հա, որ Ումուս է։ մի հատ այստեղ դիր։ Սենց դիր։ Բայց ձեռքերդ սա պեչենիա է։ Նե, տենց ես ան, որ թափվի մեջ է։ Տեսեք ինձ սիրուն եղավ։ Սիրուն չի։ Նա ոտը ֆստան։ Դե էսի պիտի կտրնեմ։ Նայ։ Ոտը մի դիներում մոմ է։ Հա, բայց հեսա բան եմ հալացնում։